Ցանկացած գործարար ունի մեկը երկուսը դարձնելու տաղանդ, շնորհ եւ աստվածատուր պարգև։ Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ եւ շարունակելով պրակտիկի հաղորդումների շարքը, ուզում եմ խոսալ գործարարի այն որակից, որը ըստիս ամենակարևորներից է, եթե ոչ ամենակարևորը, եւ երբ մարդը կարողանում է իր մեջ այս որակը, տաղանդը, ջիղը բացահայտի, գործարարությունը ստացվում է շատ հեշտ, ավտոմատ, բնականon ձևով։ Եվ այդ տաղանդի անվանումն է մեկը երկուս դարձնել, երբ մարդը ինչ-որ մի բանի կպնում է եւ դա շատանում է, կամ ինչպես ասում են, ինչին կպնում է, կանաչում է, ծաղկում է, զարգանում է։ Եվ գործարարները այն մարդիկ են, ովքեր ունեն այդ մոգական հատկությունը 1-2 դարձնելու եւ ստեղծող ու հաջողակ գործարարները որտեղ որ լինում են, իրանց լինելուց հետո այդ տարածքը փոխվում է, այդ տարածքը գեղեցկանում է, այդ տարածքը ծաղկում է, այդ տարածքում առատություն է լինում, այդ տարածքի մարդիկ զբաղվածություն են ձեռք բերում, իրանք էլ են ստեղծում, այսինքն գործարար այն մարդն է, ով եւ ինքն է ստեղծում եւ այն մարդիկ, ովքեր աշխատում են այն թիմերում, որոնք ստեղծվում են այդ գործարարի կողմից։ Հետևաբար 1-2 դարձնելու տաղանդը դա բացառիկ տաղանդներից մեկն է, որտեղ գործարարը կարողանում է մատերիան նյութը շատացնի ու բազմացնի։ Եվ մենք տեսնում ենք, որ նյութը եւ մատերիան շատացնելու հիշատակումներ կան բազմաթիվ հին հիշատակումներում, ամենահայտնին իհարկե աստվածաշնչյան հիշատակումներն են, երբ Քրիստոսը վերցնելով 5 հատ ձուկը բազմացնում է եւ մի քանի 100 կամ մի քանի հազարը դարձնելով կերակրում է մեծաթիվ մարդկանց, քանակով շատ մարդկանց, եւ նույն ձևով Նոյը երբ որ մտնում է տապանի մեջ, իր հետ վերցնում է սահմանափակ քանակի կենդանիներ, ամեն տեսակի զույգ եւ հետո այդ քանակի հաշվին ստեղծում է, վերականգնում է ամբողջ կենդանական աշխարհը։ Եվ այսօրվա գործարարը ինքը այն մարդն է, ով ունենալով մի քանի միավոր ակտիվ, այդ ակտիվների վրա կառուցում է ամբողջ մի հատ գեղեցիկ եւ մեծ բիզնես, անընդհատ շատացնելով մատերիան, նյութը, այն ակտիվները, որը ունի գործարարը։ Հետևաբար, եկեք մի քանի հաղորդումների ընթացքում մենք միասին քննարկենք այն ենթահատկությունները, որը ավելացնում է 1-2 դարձնում, որը ավելացնում է մատերիան։ Բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, որպեսզի նայեք բոլոր այս թողարկումները, եւ առաջին ենթահատկությունը, որը 1-2 դարձնելու տաղանդի մաս է, դա պատկերացնելն է, վիզուալիզացնելն է։ Գրեթե բոլոր գործարարները, ում հետ ես ամենօրյա շփման մեջ եմ, մեր ակումբի գործարարները, այլ գործընկերակումների գործարարները, իրանք բոլորը ունեն շատ վառ երևակայություն եւ կարողանում են պատկերացնել այն, ինչ իրենք ցանկանում են։ Եվ եթե մենք հետ ենք գնում մի քանի հազար տարի, մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ դուրս են եկել իրանց քարանձավից եւ գնացել են որսի հաջողությունը նախապես են, այսպես ասած, պայմանավորել քարանձավում նկարելով իրանց եւ այն որսին, որին իրանք հանդիպելու են եւ որսալու են եւ բերելու են քարանձավ եւ կերակրելու են մնացածին։ Այսինքն այս պատկերացնելը նախապես այն ինչ դու ուզում ես, երազելը եւ այդ ամեն ինչով եւ քեզ եւ քո թիմին ոգևորելը, կարծում եմ 1-2 դարձնելու առաջին ենթահատկությունն է։ Եվ պատահական չէ, որ փոքր տարիքում երեխաներին անդադ խորհուրդ են տալիս երազել, պատահական չի, որ փոքր տարիքում մենք կարդալով հեքիաթներ կամ նույնիսկ ֆանտաստիկ գրականություն զարգացնում ենք մեր երազելու եւ վիզուալիզացնելու այդ հատկությունը։ Հետևաբար, եթե մարդը կարողանում է պատկերացնել, կարողանում է իր ուղեղի մեջ այդ ամբողջ քարտեզը նկարել ինչ է ինքը ուզում, այդ երևույթի լինելու հավանականությունը հենց այն քանակներով, որով որ մարդը պատկերացնում եւ երազում է, բավականին մեծ է։ Հետևաբար առաջին որակը, որպեսզի մեր 1-2 դառնալն է, անկախ մեր այսօրվա ունեցած ակտիվներից եւ ռեսուրսներից, լիարժեք ազատ երևակայությամբ պատկերացնել այն, ինչ մենք ուզում ենք։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ մենք չպատկերացնենք այն, ինչ արդեն ունենք դրա հիման վրա։ Եթե մենք այսօր ունենք քիչ ակտիվներ, այդ ակտիվները կարան սահմանափակեն մեր երևակայությունը, բայց մենք տեսնում ենք, որ բոլոր հանճարեղ գործարարները իրենք ազատ են եղել իրանց երևակայելու մեջ եւ պատկերացրել են ազատվելով այդ պահին իրանց ունեցած սահմանափակումներից, ռեսուրսներից, հնարավորություններից։ Հետևաբար սա առաջին հատկությունն է, որից ծնվում է առհասարակ ցանկացած առատություն, ցանկացած 1-2 դարձնելու
process եւ երևույթ։ Հաջորդ հատկությունը մենք կքննարկենք հաջորդ հոլովակի ընթացքում։ Դե բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին եւ հետեւեք մեր հաղորդումներին եւ իհարկե նաեւ ձեր հարցերով, մեկնաբանություններով մասնակցեք այս թեմաների քննարկմանը։ Ես ինքս բոլոր մեկնաբանություններում ակտիվ պատասխանում եմ բոլոր հարցերին, բոլոր նամակներին եւ ակտիվ եւ լիարժեք շփում ստեղծվում մեր հանդիսատեսի հետ, քննարկելով տարբեր իրավիճակներ եւ քննարկելով տարբեր կարծիքներ։ Դե բաժանորդագրվեք եւ մենք գնում ենք առաջ դեպի հաջորդ հաղորդում։